Շիրով երկու շատ իրարից շատ մոտ հարցեր։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը բնականաբար վերաբերում էր եկեղեցուն աջակցելուն, եկեղեցուն պաշտպանելուն եւ միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնի զավթման կոչ, ինչպես որակել են քննիչները եւ դատարանը։ Որևէ անձ, որը կանգնած է հայ եկեղեցու կողքին եւ այն ստորությունը, որ սրանք անում են հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բնականաբար սրանց կողմից ընդունվելու է սվիններով, իսկ հայ եկեղեցու հանդեպ սրանց արշավանքը բնականաբար հասարակությունը պառակտելու, հասարակություն հիմքերը, հոգևոր հիմքերը նաև խարխլելու եւ ադրբեջանա-թուրքական նախապայմանները կատարելու հետևանք են։ Ես քիչ առաջ գալիս էի, լսում էի, ներեցեք։ Ինքը ինչպես է մինչև պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն։ Ինչպես է պաշտպանել։ Իբրև հայ մարդ դուք այսօր ինչ կարծիք եք այս եկեղեցու դեմ արշավանքի մասին։ Նույնը ես, նույնը առավել եւս Սամվել Կարապետյանը։ Եվ ես գալիս լսում էի, որ սահմանադրությունը, սահմանադրական կարգը եւ այլը։ Հարգելի լրագրողներ, սահմանադրությունը այնքան որ սրանք են ոտնատակ արել։ Հիմա տեսեք, հայ-թուրքական հարաբերություններ։ Կա 2010 թվականի սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ վերաբերյալ։ Հենց վերցրեք նորից կարդացեք եւ տեսեք այսօրվա իր կամ քիչ հետո ներկայությունը կամ դրանից առաջ ներկայությունը Թուրքիայի ղեկավարի առաջ։ Սահմանադրական դատարանի որոշման բացահայտ ոտնահարում։ Հիմա սրանք խոսում են սահմանադրությունից, աբսուրդ է, չէ՞։ Գալով իմպիչմենտին։ Հարգելի լրագրողներ, դուք իմ մոտեցումը հստակ գիտեք, մեր խմբակցության մոտեցումը գիտեք, մեր ստորագրությունները տեսել եք։ Արթուն ենք շարժման այդ հանդիպում մի քիչ շատ մեծ եք ասում։ Գիտեք, ես այդ թեման փակել եմ նաև այդ տղայի այցելության ընթացքում, գիտեք, էլի իմաստուն խոսք կա, չէ՞։ Հանգուցյալի մասին կամ լավը կամ ոչինչ, նույնը կարելի է ասել Մահամերձի մասին։ Եթե իհարկե առաջիկա օրերին ես այսօր մի բան տեսա, վերնագիր, չգիտեմ, գուցե վերնագիրը չէր արտահայտում, որ Հովիկ Աղազարյանը նախկին ԿՊԱ-ական ասում է մենք կմիանանք պատիվ ունեմին, եթե փոխվարչապետերի պաշտոնները մեզ տան, ինչ որ նման կարծած հետագիր փաստորեն քննարկումներ են գնում պաշտոնների բաժանման մասին։ Ինձ համար այդ թեման ավարտված է, այդ թեման կրկնում եմ, խմբակցությունը ասել է, ստորագրությունները դրված են, եթե կլինի պրոցես, իրական պրոցես, որ մենք տեղյակ կլինենք, ստորագրությունները դրված են։ Հաջորդ հարցը։ Իհարկե 28 ստորագրություն դուք չեք տեսել։ Դուք տեսել եք 6 ստորագրություն եւ տեսել եք 28 ստորագրություն։ Ազատություն։ Ազատություն գոչեցի։ Թուրքիա կատարած այցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի, քանի որ օրակարգը հայտնի չէ հանրությանը, դուք ունեք տեղեկություններ կամ ենթադրություններ, ինչ օրակարգով